Ինչ կանեիք, եթե լինեիք աշխարհի ամենահայտնի մարդը։ Եթե ձեզ հետևեին միլիոնավոր մարդիկ, ձեր ամեն մի քայլը դառնար մասշտաբային իրադարձություն։ Մեկ հրապարակումը սոցցանցերում միլիոնավոր դոլարներ արժանար։ Կգնեիք մի հեռավոր կղզի ու անհետանայիք։ Կփորձեիք ապրել հնարավորինս լուռ, թե կապացուցեիք բոլորին, որ դուք պարզապես հայտնի չեք, դուք լավագույնն եք։ Նա ընտրեց երրորդ տարբերակը։ Մադերայից եկած մի երիտասարդ, որ լաց է լինում եզրափակչում պարտությունից հետո, ժամանակի ընթացքում դարձավ մարդ, որի մասին խոսում են թվերով, ռեկորդներով, նախանձով։ Կյանքի պայմանագիր համաշխարհային բրենդի հետ, սոցիալական ցանցերում աննախադեպ ազդեցություն, հսկայական կոմերցիոն գործարքներ։ Նրան անվանել են եսասեր, նրան քննադատել են ամբիցիաների համար, նրան ժամանակից շուտ դուրս են թողել խաղից, բայց ամեն անգամ նա պատասխանել է նույն ձևով, արդյունքով։ Սա միայն ֆուտբոլի մասին պատմություն չէ։ Սա մի մարդու մասին է, ով իր կյանքը վերածեց մի նախագծի, որի անունն է հաղթանակ։ Կրիստիանո Ռոնալդու։ Աշխարհի ամենահայտնի մարդը, թե պատմության ամենահամակարգային մարզիկը։ Փորձենք հասկանալ։ Մի մոռացեք սեղմել լայք, քանի որ դա մեզ ցույց կտա, որ նման պատմությունները ձեզ հետաքրքիր են։ 1985 թվականի փետրվարի 5-ին Մադեյրա կղզում Ֆուշան քաղաքում ծնվեց Կրիստիանո Ռոնալդու դուշ Սանտուշ Ավեյրուն, Դենիս և Դոլորես Ավեյրու ընտանիքի 4-րդ և ամենակրտսեր զավակ։ Ապագա ֆուտբոլիստին տրվեց երկու անուն։ Առաջինը Կրիստիանո, որը բառացի նշանակում է քրիստոնյա, երկրորդ անունը Ռոնալդու, որը ընտրեց հայրը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին։ Մադեյրա կղզում կյանքը Ավեյրու ընտանիքի համար հեշտ չէր։ Ծնողները շատ էին աշխատում, երբեմն առանց հանգստյան օրերի, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելով, որպեսզի կարողանան ապահովել երեխաներին անհրաժեշտ ամեն ինչով։ Ֆուտբոլիստի մայրը հետագայում պատմում էր, որ ընտանիքի ֆինանսական վիճակը չափազանց ծանր էր, եւ երբ նա իմացավ, որ 4-րդ անգամ հղի է, մտածել էր հղիությունը ընդհատելու մասին, սակայն բժիշկները հրաժարվում են կատարել վիրահատությունը, եւ ծնվում է Ռոնալդու։ Դա թերևս նրա կյանքի առաջին հաղթանակն էր։ Ինչպես Մադերիայի տղաների մեծամասնության, այնպես էլ Ռոնալդուի համար ֆուտբոլը դարձավ գլխավոր կիրքը։ Ես սիրում էի ֆուտբոլ խաղալ եւ խաղում էի ամեն հնարավորության դեպքում, առավոտից մինչև երեկո։ Մոտակայքում ֆուտբոլային դաշտեր չկային, ուստի փողոցում քարեր էինք դնում դարպասների փոխարեն եւ խաղում, պատմում է Կրիստիանոն։ 6 տարեկանում Ռոնալդուի առաջին թիմը դարձավ տեղական Անդորինյա ակումբը, որի երկրպագուն էր նրա հայրը։ Նա նաև աշխատում էր այդ ակումբում, զբաղվելով հանդերձանի եւ մարզադաշտի խնամքով։ Արդեն այդ տարիներին Կրիստիանոն աչքի էր ընկնում իր բարձր արագությամբ եւ լավ տեխնիկայով։ Ամենակարևորը մեծ ֆուտբոլիստ դառնալու հսկայական ցանկությամբ։ Մի անգամ Անդորինայի կազմում խաղալիս Ռոնալդուն ընդմիջման ժամանակ լաց է լինում, որովհետեւ իր թիմը պարտվում էր 0-2 հաշվով։ Սակայն երկրորդ խաղակեսում սրբելով արդյունքները նա խփեց 2 գոլ, ապա օգնեց թիմին հաղթել ընդհանուր 3-2 հաշվով, ցուցադրելով առաջնորդի բնավորություն։ Անդորինայում երիտասարդ ֆուտբոլիստ ամենաակտիվն էր խաղադաշտում եւ մշտապես շարժման մեջ էր։ Դրա համար Կրիստիանոն ստացել էր Աբելինյա մականունը, որը նշանակում է մեղու։ 10 տարեկանում տղային նկատեցին կղզու երկու ուժեղագույն ակադեմիաները՝ Նասիոնալը եւ Մարիտիմուն։ Մայրը պնդեց, որ որդին տեղափոխվի Նասիոնալ։ 20 ֆուտբոլային գնդակ եւ մարզաշապիկների մեկ հավաքածու։ Ահա այսպիսին էր 10-ամյա Ռոնալդուի տեղափոխության գինը նոր թիմ։ Կրիստիանոն Նասիոնալում անցկացրեց մի քանի տարի, խփելով բազմաթիվ գոլեր եւ նույնիսկ հաղթելով մինչեւ 12 տարեկաների տեղական առաջնությունը։ Այդ շրջանում Կրիստիանոյի կյանքում կարևոր դեր ունեցավ նրա կնքահայրը Ֆերնանդոն, ով աշխատում էր այդ ակումբում եւ օգնեց նրա տեղափոխությանը նոր թիմ։ 1997 թվականի ապրիլին Ռոնալդուի կնքահայրը պայմանավորվում է Սպորտինգի հետ եւ 12-ամյա ֆուտբոլիստի հետ միասին նրանք մեկնում են Լիսաբոն, տանից 800 կիլոմետր հեռու։ Կրիստիանոն ընտանիքից հեռու լինելու պատճառով չափազանց անհանգիստ էր, սակայն մարզումների ընթացքում կարողացավ տպավորել մարզիչներին եւ ակումբի ղեկավարությանը եւ ընդունվեց ակադեմիա։ What is this? This guy, it's unbelievable. The coach come to speak, we are happy with you. You should move to here. We want you. I was like, oh, I'm good, you know, inside of me. Արդեն ամռանը Պորտուգալացին պայմանագիր ստորագրեց Սպորտինգի հետ։ Ռոնալդուն վստահ էր, որ իր խաղամակարդակը կօգնի արագ հարմարվել, սակայն նա սխալվում էր։ Սպորտինգի գիշերը թիկում անցկացրած առաջին տարին դարձավ նրա կյանքի ամենածանր շրջանը։ Շատ տղաներ տեղացի էին կամ ապրում էին Լիսաբոնի մոտակայքում եւ կարող էին հանգստյան օրերին տուն գնալ։ Իսկ Կրիստիանոյի դեպքում ամեն ինչ սահմանափակվում էր հեռախոսազանգով։ Տուն գնալը չէր կարող, իսկ ընտանիքի համար ավիատոմսերը չափազանց թանկ էին։ Իրավիճակը բարդացնում էր նաեւ այն, որ Կրիստիանոն խոսում էր Մադեյրա կղզում բնորոշ ակցենտով, որի վրա հաճախ ծիծաղում էին թիմակիցները։
Դպրոցում նույնպես նա լավագույնս չէր դրսևորում իրեն։ Ուսուցիչների հետ մշտական բախումները եւ վատ առաջադիմությունը ազդում էին նաեւ խաղադաշտում։ Նա ավելի շատ մտածում էր իր խնդիրների մասին, քան ֆուտբոլի, եւ պատրաստ էր վերադառնալ Մադեյրա, որտեղ իրեն արդեն աստղ էին համարում։ Չնայած բոլոր դժվարություններին, մայրը եւ կնքահայրը կարողացան համոզել նրան չհանձնվել եւ շարունակել գնալ իր նպատակի ետևից։ Նրանք բացատրում էին, որ եթե հիմա հրաժարվի, այլևս երկրորդ հնարավորություն չի ունենա խաղալ երկրի լավագույն ակադեմիայում։ Ակադեմիան խիստ վերահսկում էր նաև խաղացողների դպրոցական առաջադիմությունը։ Մի անգամ ուսուցիչների բողոքների պատճառով Կրիստիանոին հեռացրին Մարիտիմոյի դեմ խաղից, որը պետք է անցկացվեր նրա հայրենի Ֆուշալում։ Հասկանալի է, թե որքան ծանր էր նրա համար բաց թողնել հնարավորությունը հարազատներին տեսնելու եւ Սպորտինգի մարզաշապիկով ընկերների աչքի առաջ խաղալու։ Սակայն կանոնները խիստ էին։ Ռոնալդոն սովորեց եւս մեկ կարևոր դաս՝ առանց կարգապահության հնարավոր չէ դառնալ պրոֆեսիոնալ։ Ժամանակի ընթացքում իրավիճակը բարելավվեց։ Կրիստիանոն ձեռք բերեց ընկերներ, այդ թվում ծանոթացավ Ռիկարդո Կուարեժմայի հետ, որի հետ միասին խաղում էր երիտասարդական թիմում։ Կուարեժման ծնվել եւ ապրում էր Լիսաբոնում, ուստի ստիպված չէր բնակվել գիշերօթիկում։ Նա ակադեմիայի գլխավոր աստղն էր։ Կրիստիանոն հաճախ փորձում էր կրկնել նրա հնարքները եւ շարժումները եւ գրեթե միշտ մի քայլ հետ էր մնում։ Սակայն հենց այդ մրցակցությունն էր ստիպում նրան ավելի քրտնաջան աշխատել։ Նա այնքան էր աշխատում, որ մարզիչները երբեմն անհանգստանում էին, արդյոք այս նիհար տղան կդիմանա ծանր մարզումներին։ Մի անգամ գիշերը ժամը 3-ին պահակը լսեց ձայներ մարզասրահից եւ մտածեց, թե գող է ներս մտել։ Մտնելով ներս տեսավ Ռոնալդոին մարզասարքերի վրա աշխատելիս։ 15 տարեկանում Ռոնալդոն դարձավ ակադեմիայի լավագույն խաղացողը։ 2002 թվականի ամռանը գլխավոր մարզիչ Լասլո Բեյլոնին հրավիրեց 17-ամյա Ռոնալդոին առաջին թիմի հավաքին։ Օգոստոսին նա մասնակցեց Բետիսի դեմ ընկերական խաղին եւ գոլ խփեց։ Սեպտեմբերի 29-ին կայացավ նրա դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում Բրագայի դեմ խաղում։ Իսկ հոկտեմբերի 7-ին Մորերենսիայի դեմ խաղում Ռոնալդոն դարձավ դուբլի հեղինակ։ 2002-2003 մրցաշրջանում նա անցկացրեց 25 հանդիպում եւ դարձավ Պորտուգալիայի սուպերգավաթակիր։ 2003 թվականի ամռանը նրա նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին Ինտերը, Յուվենտուսը, Բարսելոնան, Լիվերպուլը, սակայն Կրիստիանոն շատ մոտ էր Արսենալի հետ պայմանագիր ստորագրելուն։ Նա մեկնել էր Լոնդոն, մարզվել ակումբի մարզաբազայում, հանդիպել եւ զրուցել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ։ Ռոնալդոն հետագայում հիշում էր, որ նրան նույնիսկ ցույց էին տվել իր 9 համարի մարզաշապիկը, որպես ապագա համագործակցության խորհրդանշական քայլ։ Այնուամենայնիվ գործարքը չկայացավ ֆինանսական պատճառներով։ Այդ ժամանակ Արսենալը կառուցում էր նոր մարզադաշտ եւ չէր կարող բավարարել Սպորտինգի ֆինանսական պահանջները։ Բացի այդ, ակումբը Ռոնալդոին հիմնական կազմում անմիջապես խաղալու հստակ երաշխիքներ չէր տալիս։ Ի վերջո նրա ապագան որոշեց մեկ հանդիպում, որը փոխեց ամեն ինչ։ 2003 թվականի օգոստոսի 6-ին Սպորտինգը հանդիպեց Մանչեսթեր Յունայթեդին նոր մարզադաշտի բացման խաղում։ Ռոնալդոն տպավորիչ հանդիպում անցկացրեց։ Խաղից հետո Ֆերգյուսոնը հայտնեց, որ ցանկանում է նրան տեսնել Անգլիայում։ Օգոստոսի 12-ին Կրիստիանո Ռոնալդոն պաշտոնապես դարձավ Մանչեսթեր Յունայթեդի խաղացող։ 5 տարվա պայմանագիր եւ 12 միլիոն ֆունտ ստերլինգ ռեկորդային գումար դեռահաս ֆուտբոլիստի համար։ Սա նոր դարաշրջանի սկիզբն էր, ինչպես Մանչեսթեր Յունայթեդի, այնպես էլ Կրիստիանո Ռոնալդոյի համար։ Մեծ պայմանագրեր եւ մեծ հնարավորությունները միշտ պահանջում են նույնքան մեծ պատասխանատվություն։ Երբ կարիերան արագ վերելք է ապրում, կարևոր է ոչ միայն արդյունքը, այլ նաեւ ֆինանսական որոշումների խելամիտ կառուցումը։ Նման փուլերում կարևոր է ունենալ հստակ ռազմավարություն, եկամուտները կառավարելու, ներդրումները ճիշտ բաշխելու եւ երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։ Wilco Wealth Management-ը տրամադրում է ներդրումային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական լուծումներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսական աճը դարձնել համակարգված եւ հաշվարկված գործընթաց։ Մանրամասների համար թողնում ենք հղումը, կարող եք անցնել եւ ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որի հետ երբևէ աշխատել եմ։ Իմ կարիերայի ընթացքում ես մարզել եմ բազմաթիվ մեծագույն ֆուտբոլիստների, բայց Ռոնալդոն գերազանցում էր բոլորին։ Միակ ֆուտբոլիստները, որոնց կարելի է նրա կողքին դնել, մեր սաներն են՝ Ռայան Գիգսը եւ Փոլ Սքոլզը, գրել է Սր Ալեքս Ֆերգյուսոնը իր ինքնակենսագրական գրքում։ Իսկ դու համաձայն ես այս մտքի հետ։ Գրիր կարծիքդ մեկնաբանություններում։ Ակումբ գալով Պորտուգալացին խնդրեց իրեն տալ 28 համարի մարզաշապիկը, այն նույն համարը, որով հանդես էր գալիս Սպորտինգում։ Սակայն Ֆերգյուսոնը պնդեց, որ նա խաղա 7 համարով։ Ռոնալդոն գիտակցում էր, թե որքան կարևոր է այդ համարը ակումբի պատմության եւ երկրպագուների համար։ Բացի այդ, ինքն էլ էր սիրում 7 թիվը, քանի որ իր կուռքը Լյուիշ Ֆիգուն Սպորտինգում խաղում էր հենց այդ համարով։ Մինչ Կրիստիանոն Մանչեսթեր Յունայթեդում 7 համարի մարզաշապիկը կրել էին ակումբի լեգենդներ Դեյվիդ Բեքհեմը, Էրիկ Կանտոնանը եւ Բրայան Ռոբսոնը։ Սա լուրջ փորձություն էր 18-ամյա երիտասարդի համար։
Սակայն Ֆերգյուսոնը ոչ մի վայրկյան չէր կասկածում Ռոնալդոյի վրա։ 2003 թվականի օգոստոսի 16-ին տեղափոխությունից հետո ընդամենը 4 օր անց Ռոնալդոն դեբյուտ արեց Անգլիայի Պրեմիեր լիգայում Բոլթոնի դեմ խաղում։ 60-րդ րոպեին փոխարինելով Նիկի Բաթին նա անմիջապես ակտիվացավ վաստակեց 11 մետրանոց եւ օգնեց թիմին հաղթել 4-0 հաշվով։ Օլդ Թրաֆորդը ջերմ ընդունեց նորեկին։ Առաջին մրցաշրջանում Ռոնալդոն ուներ երկու խնդիր՝ չափազանց ցուցադրական խաղ, որը նյարդայնացնում էր մրցակիցներին, եւ անհատական խաղաոճ, որը դժգոհություն էր առաջացնում թիմակիցների մոտ։ Սակայն Ֆերգյուսոնն ու Կարլուշ Կեյրուշը համբերատար օգնում էին նրան հարմարվել անգլիական կոշտ ֆուտբոլին եւ թիմային մտածելակերպին։ Իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում նա խփեց 2 ամիս անց Պորտսմութի դեմ խաղում տուգանային հարվածից։ Այդ մրցաշրջանում նա անցկացրեց 29 խաղ եւ խփեց 4 գոլ։ Նա նաեւ նվաճեց իր առաջին տիտղոսը Յունայթեդի կազմում Անգլիայի գավաթը եզրափակչում գլխով գոլ խփելով Միլոուլին։ 2006-2007 մրցաշրջանում Ռոնալդոն խփեց 17 գոլ եւ օգնեց Յունայթեդին նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը։ Նա ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող։ 2007-2008 մրցաշրջանը դարձավ պատմական։ Ռոնալդոն խփեց 31 գոլ Պրեմիեր լիգայում, սահմանելով նոր ռեկորդ։ Դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու եւ Յունայթեդի հետ հաղթեց ինչպես Անգլիայի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում, Մոսկվայի եզրափակչում հաղթելով Չելսիին։ Նա խփեց գոլ եզրափակչում, ճիրացրեց 11 մետրանոցը, սակայն թիմը հաղթեց եւ նրա արցունքները այս անգամ ուրախության էին։ Այդ տարվա ավարտին Ռոնալդոն արժանացավ ոսկե գնդակի։ 2008-2009 մրցաշրջանում նա կրկին դարձավ Անգլիայի չեմպիոն, հաղթեց լիգայի գավաթը եւ ակումբային աշխարհի առաջնությունը։ Յունայթեդը երկրորդ տարին անընդմեջ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն այս անգամ պարտվեց Գվարդիոլայի Բարսելոնային։ Այդ հանդիպումը դարձավ վերջինը Մանչեսթեր Յունայթեդի մարզաշապիկով։ 2009 թվականի ամռանը Ռեալ Մադրիդը վճարեց ռեկորդային 80 միլիոն ֆունտ ստերլինգ տրանսֆերային գումար։ Հուլիսի 1-ին Ռեալի նոր նախագահ Ֆլորենտինո Պերեսը Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում ներկայացրեց Կրիստիանո Ռոնալդոին։ 80,000 հանդիսական եկել էր այն հույսով, որ տեսնելու է արքայական ակումբի նոր լեգենդին։ Արդյոք Ռոնալդոն արդարացեց այդ սպասումները, դատեք ինքներդ։ Մադրիդում իր առաջին մրցաշրջանում Կրիստիանոն աշխատեց Մանուել Պելեգրինիի հետ, ով մինչ այդ հաջողությամբ մարզել էր Վիլյարեալը։ Սակայն 2009-2010 մրցաշրջանի անհաջող ավարտից հետո թիմը գլխավորեց յուրահատուկը Ժոզե Մորինյոն։ Սա Կրիստիանոյի համար մեծ փորձ էր։ Երկուսն էլ պորտուգալացիներ էին եւ լավ ծանոթ էին Մանչեսթեր Յունայթեդ Չելսի դիմակայություններից։ Մորինյոն ճգնաժամային մարզիչ չէր, նա երբեք 3 տարուց ավել չէր մնում որևէ ակումբում, բայց նվաճում էր տիտղոսներ։ Նրա օրոք Էլ Կլասիկոն դարձավ իսկական ճակատամարտ։ Մադրիդն ընդդեմ Կատալոնիայի, Գվարդիոլան ընդդեմ Մորինյոյի, Ռոնալդոն ընդդեմ Մեսսիի։ Մորինյոյի ղեկավարությամբ Ռոնալդոյի վիճակագրությունը հասավ գրեթե տիեզերական մակարդակի։ 168 գոլ եւ 49 գոլային փոխանցում 164 խաղում։ Այդ գոլերից մեկը Իսպանիայի գավաթի եզրափակչում Բարսելոնայի դեմ հաղթանակ բերեց Ռեալին։ Թիմը հասավ նաեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, սակայն 2-0 հաշվով պարտվեց հենց Բարսելոնային։ Հաջորդ մրցաշրջանում Ռոնալդոն վերջապես դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Ռեալը առաջնությունում հավաքեց ռեկորդային 100 միավոր։ Նա նաև օգնեց Մադրիդին հաղթել սուպերգավաթում կրկին Բարսելոնայի դեմ։ Ընդհանուր առմամբ 2010-2013 թվականներին Ռեալը եւ Բարսելոնան բոլոր մրցաշարերում հանդիպեցին 17 անգամ։ Դա իսպանական ֆուտբոլի ոսկե դարաշրջանն էր։ 2012-2013 մրցաշրջանում Ռեալը մնաց առանց տիտղոսների։ Ռեալը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խոշոր հաշվով պարտվեց Բորուսիային։ Մորինյոն եւ Ռոնալդոն վիճեցին։ Ժոզեն իրեն բնորոշ ձևով սկանդալային հայտարարություն արեց, ասելով, որ իսկական Ռոնալդոին մարզել է միայն մեկ անգամ Բարսելոնայում աշխատելու տարիներին, նկատի ունենալով բրազիլացի Ռոնալդո Նազարիոին։ Ի վերջո Մորինյոին հեռացրին ակումբից։ Հաջորդ երկու մրցաշրջաններում Ռոնալդոն խաղաց Կարլո Անչելոտիի գլխավորությամբ։ Նրանց հարաբերությունները հիշեցնում էին Ռոնալդոյի եւ Սր Ալեքս Ֆերգյուսոնի հարաբերությունները։ Անչելոտին դարձավ նրա համար ֆուտբոլային հայր։ Նա ասում էր, որ Կրիստիանոն մտածում էր միայն հաղթելու մասին եւ նրան մարզելը մեծ պատիվ էր։ Անչելոտիի ղեկավարությամբ Ռեալը նվաճեց իր 10-րդ Չեմպիոնների լիգան Ատլետիկոյի դեմ եզրափակչում, այն էլ Պորտուգալիայում, Էստադիո դա Լուշ մարզադաշտում, իսկ Ռոնալդոն հաշիվը դարձրեց 4-1։ Անչելոտիից հետո Ռեալը գլխավորեց Ռաֆայել Բենիտեսը, սակայն շուտով նրան փոխարինեց Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացին դարձավ բացարձակ հեղինակություն թիմի համար։ Ռոնալդոյի եւ Զիդանի հարաբերությունները նման էին մեծ եւ փոքր եղբոր կապի։ Այս դուետը Մադրիդին բերեց անհավանական 3 անընդմեջ Չեմպիոնների լիգա եւ եւս մեկ Իսպանիայի առաջնության։
Իր վերջին խաղը Ռեալի մարզաշապիկով Ռոնալդոն անցկացրեց մայիսի 26-ին Չեմպիոնների լիգայի եզրափակում Յուրգեն Կլոպի Լիվերպուլի դեմ։ Այդ խաղը հաղթական դարձավ պորտուգալացու համար։ 2018 թվականի համար Կիև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Ռեալ Մադրիդը նվաճում է իր երրորդ անընդմեջ Եվրոպայի գավաթը։ Քրիստիանո Ռոնալդոն թիմի առանցքային խաղացողներից է։ Ակումբի կազմում մրցաշարի քառակի հաղթող է ակումբի պատմության լավագույն ռմբարկում։ Թվում էր սա գագաթնակետն է։ Սակայն հենց այդ երեկոն նա ասաց մի նախադասություն, որը շոկ առաջացրեց։ Հիանալի էր խաղալ Ռեալ Մադրիդում։ Այս ձևակերպումը հնչում էր որպես հրաժեշտ, եւ շատ շուտ բարձ դարձավ դա պատահական բառասխալ չէր։ Իրական պատճառները հասկանալու համար պետք է վերադառնալ 1 տարի հետ։ 2016 թվականին Ռոնալդոն երկարաձգեց պայմանագիրը Ռեալի հետ մինչև 2021 թվականը։ Նա ակումբի դեմքն էր, ամբողջ մի դարաշրջանի խորհրդանիշը։ Սակայն 2017 թվականին համաշխարհային ֆուտբոլային շուկան կտրուկ փոխվեց։ Նեյմարի ռեկորդային տեղափոխությունը Paris Saint-Germain բարձրացրեց աշխատավարձերի ընդհանուր շեմը։ Միաժամանակ Լիոնել Մեսսիի պայմանագիրը նույնպես գերազանցում է Ռոնալդոյի պայմանագրին։ Իսպանական մամուլի տեղեկություններով Ռոնալդոն ակնկալում էր պայմանագրային պայմանների վերանայում։ Խոսքը պարզապես աշխատավարձի բարձրացման մասին չէր, այլ իր կարգավիճակի։ Նա համոզված էր, որ ակումբի հաջողություններում իր ներդրումը պետք է արտացոլվեր նոր պայմաններով։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չփոխեց իր դիրքորոշումը։ Ռեալը ավանդաբար պահպանում է խիստ ֆինանսական մոդել եւ չի փոփոխում աշխատավարձային համակարգը մեկ խաղացողի համար, հատկապես եթե վերջինիս 30 տարեկանը լրացել է։ Այստեղ էլ եղավ առաջին լուրջ տարաձայնությունը։ Ռոնալդոն չէր սպասում նման արձագանքի։ Զուգահեռ զարգանում էր մեկ այլ պատմություն՝ Իսպանիայում հարկային գործը։ 2017 թվականին դատախազությունը մեղադրեց Ռոնալդոյին գովազդներից ստացած եկամուտների թաքցման մեջ։ Նա հերքեց դիտավորությունը, սակայն գործընթացը տևեց գրեթե 2 տարի։ 2019 թվականին ձեռք բերվեց համաձայնություն, պայմանական պատիժ եւ մոտ 18 միլիոն եվրո տուգանք։ Նրա շրջապատի հաղորդմամբ այդ ժամանակահատվածում Ռոնալդոն զգում էր, որ ակումբի հրապարակային աջակցությունը բավարար չափով կոշտ չէ։ Նրա համար սա միայն իրավական հարց չէր, այլ նաև անձնական։ Այդ պահին հայտնվում է Յուվենտուսը եւ 2018 թվականի ամռանը գնում Ռոնալդոյի տրանսֆերը 117 միլիոն եվրոյով։ 33-ամյա խաղացողի համար սա ֆուտբոլային պատմության խոշորագույն գործակներից մեկն էր։ Նրա հեռանալուց հետո Ռեալը մտավ վերակառուցման փուլ։ Ռոնալդոն սկսեց նոր պատմություն արդեն Իտալիայում։ Ակումբում անցկացրած 9 տարիների ընթացքում նա սահմանեց ակումբային բացարձակ ռեկորդ, դառնալով Ռեալի պատմության լավագույն ռմբարկու՝ 450 գոլ 438 խաղում։ Դեռ չհագնելով իտալական ակումբի մարզաշապիկը, Ռոնալդոն արդեն հասցրեց սահմանել մի քանի ռեկորդ։ Նրա տրանսֆերը դարձավ ամենաթանկը 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների շրջանում, ինչպես նաև իտալական ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գործարք։ Յուվենտուսում անցկացրած 3 տարիների ընթացքում պորտուգալացին 2 անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը։ Չեմպիոնների լիգայում Յուվենտուսը մեծ հաջողությունների չհասավ, չկարողանալով անցնել քառորդ եզրափակչից այն կողմ։ Աշխատելով Մասիմիլիանո Ալեգրիի, Մաուրիցիո Սարի եւ Անդրեա Պիրլոյի ղեկավարությամբ Քրիստիանոն ընդհանուր առմամբ խփեց 101 գոլ 134 խաղում։ Համավարակից հետո ակումբները ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեցին։ Իսկ Ռոնալդոն այդպես էլ չհասնելով Չեմպիոնների լիգայի հաղթանակի, կրկին սկսեց մտածել նոր ակումբի մասին։ Պորտուգալացին վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ։ 7 համարով կարմիր մարզաշապիկների վաճառքը ժամերի ընթացքում կոտրեց համաշխարհային բոլոր ռեկորդները։ Այդ ժամանակ խոսում էին Ռոնալդոյի էֆեկտի մասին։ Նա դեռ չէր հասցրել միանալ թիմին, բայց արդեն եկամուտ էր ապահովում ակումբի։ Յունայթեդը վճարեց մոտ 13 միլիոն եվրո եւ կնքեց 2 տարվա պայմանագիր։ Սեպտեմբերի 11-ին Ռոնալդոն վերադարձավ Old Trafford Նյուքասլի դեմ խաղում եւ ամենջապես դուբլ ձևակերպեց, օգնելով թիմին հաղթել 4-1 հաշվով։ Առաջին մրցաշրջանում 36-ամյա Ռոնալդոն խփեց 18 գոլ Անգլիայի Պրեմիեր լիգայում եւ 6 գոլ Չեմպիոնների լիգայում, հասնելով 1/8 եզրափակիչ։ Սակայն Պրեմիեր լիգայում Յունայթեդը զբաղեցրեց միայն 6-րդ տեղը։ 19 տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայում խաղալուց հետո Ռոնալդոն հաջորդ մրցաշրջանում ստիպված էր մասնակցել Եվրոպա լիգային։ Գոլային երաշտ սկսվեց, իսկ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հաճախ թողնում էր նրան պահեստայինների նստարանին։ Նրանց հարաբերությունները վերջնականապես լարվեցին։ Աշնանը Ռոնալդոն սկանդալային հարցազրույց տվեց, հայտարարելով, որ ինքը եւ մարզիչը փոխադարձաբար չեն հարգում միմյանց, իսկ ակումբի ենթակառուցվածքները չեն թարմացվել Ֆերգյուսոնի ժամանակներից ի վեր։ Նոյեմբերի վերջին պայմանագիրը լուծարվեց փոխադարձ համաձայնությամբ։
Տարիներ հետո պարզ դարձավ, որ նա ճիշտ է, եւ United-ը այդ խնդիրների պատճառով մինչ այսօր մարզիչները փոխում եւ զբաղեցնում ցածր հորիզոնականներ առանց լուրջ տիտղոսների։ Ռոնալդոն անսպասելիորեն տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի Al Nassr թիմ, դառնալով մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, տարեկան մոտ $200 միլիոն աշխատավարձով։ Նրա տեղափոխությունը զգալիորեն բարձրացրեց Սաուդյան լիգայի հեղինակությունը։ Շուտով նրան հետևեցին Նեյմարը, Բենզեման եւ այլ աստղեր։ Al Nassr-ում Ռոնալդոն 2023 թվականին հաղթեց արաբական չեմպիոնների գավաթը եւ նախորդ մրցաշրջանում 31 խաղում խփեց 35 գոլ, ստանալով ոսկե խաղակոշիկ։ Խաղալով Al Nassr-ում Ռոնալդոն սահմանեց եւս մեկ անհավանական ռեկորդ, խփելով իր 900-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում եւ հայտարարելով, որ հաջորդ նպատակը 1000-րդ գոլն է։ Եթե բաժանենք Ռոնալդոյի կարիերան մինչև 30 եւ 30-ից հետո, ապա հենց 30-ից հետո նա հասավ իր լավագույն մակարդակին, հաղթելով Չեմպիոնների լիգան, Եվրոպայի առաջնությունը եւ Իսպանիայի առաջնությունը։ Եթե ամփոփենք այս երկար հագեցած եւ փայլուն կարիերան, կարելի է ասել հետեւյալը. Ռոնալդոն իսկապես եզակի խաղացող է։ Դեռ մանկության տարիներին նա ուներ հսկայական կամք եւ մեծագույն ֆուտբոլիստ դառնալու ցանկություն։ Նրա բնավորությունը, անսպառ մոտիվացիան եւ էգոն օգնեցին նրան ավելի քան 20 տարի մնալ բարձրագույն մակարդակում մինչ այսօր։ Նրա կարիերայում մեծ դեր ունեցան մարզիչները։ Լասլո Բիոլիոնին բացեց նրա ճանապարհը մեծ ֆուտբոլ։ Սր Ալեքս Ֆերգյուսոնը ձևավորեց նրան որպես աստղ։ Մորինյոն, Անչելոտին եւ Զիդանը կարողացան առավելագույնը քաղել պորտուգալացուց։ Նույնը կարելի է ասել նաեւ հավաքականի մարզիչների մասին։ Սակայն Մադրիդից հեռանալուց հետո շատ մարզիչներ չկարողացան ճիշտ օգտագործել Ռոնալդոյի ուժեղ կողմերը։ Երբեմն նա դարձավ նույնիսկ ավելի մեծ, քան ակումբը, ինչը նաև խնդիրներ ստեղծեց։ Ինչպես ասում էր Ֆերգյուսոնը, ոչ ոք նույնիսկ ամենամեծ խաղացողը չի կարող լինել ակումբից բարձր։ Եթե խաղադաշտում Ռոնալդոն մշտապես ձգտել է վերահսկողության եւ հաղթանակի, ապա նրա անձնական կյանքը զարգացել է այլ ռիթմով, բաժանումների, մամուլի մշտական ուշադրության եւ կարիերայի արագ վերելքի ֆոնին։ 2000-ականների կեսերին, երբ Ռոնալդոն խաղում էր Manchester United-ում եւ նոր է սկսել ձևավորվել որպես համաշխարհային աստղ, նրա առաջին հրապարակային լուրջ հարաբերությունը կապված է պորտուգալացի մոդել եւ հեռուստահաղորդավարուհի Մերսե Ռոմերոյի հետ։ Ռոմերոն նրանից 9 տարով մեծ էր։ Երիտասարդ ֆուտբոլիստի համար սա առաջին հարաբերությունն էր, որը լայնորեն քննարկվում էր մամուլում։ Նրանց կապը տևեց մոտ 2 տարի։ Այդ շրջանում Ռոնալդոն դեռ սովորում էր ապրել տեսախցիկների եւ լրատվամիջոցների մշտական ուշադրության ներքո, եւ այդ փորձը դարձավ նրա անձնական հասունացման կարևոր շրջան։ Բաժանումից հետո երկուսն էլ պահպանեցին զուսպ եւ հարգալից վերաբերմունք հանրային հայտարարություններում։ Հաջորդ կարևոր փուլը նրա հարաբերություններն էին Իրինա Շեյքի հետ։ Նրանք ծանոթացել են 2010 թվականին Արմանի բրենդի գովազդային արշավի նկարահանումների ժամանակ, երբ Ռոնալդոն արդեն հանդես էր գալիս Ռեալ Մադրիդում եւ գտնվում էր կարիերայի գագաթնակետին։ Նրանց հարաբերությունները տևեցին գրեթե 5 տարի։ Սա նրա կյանքի ամենաքննարկվող եւ լայնորեն լուսաբանված կապն էր։ Նրանք միասին մասնակցում էին ոսկե գնդակի մրցանակաբաշխություններին, հայտնվում էին կարմիր գորգերին եւ հաճախ ներկայացվում էին որպես համաշխարհային սպորտի եւ նորաձևության ամենահայտնի եւ գեղեցիկ զույգերից մեկը։ Մամուլում բարբերաբար շրջանառվում են հնարավոր ամուսնության մասին լուրեր, սակայն պաշտոնական ամուսնություն տեղի չունեցավ։ 2015 թվականի սկզբին զույգը հայտարարեց բաժանման մասին, նշելով, որ նրանք տարբեր կերպ են պատկերացնում իրենց կյանքի հետագա ուղին։ Մանրամասները հրապարակային չեն քննարկվել։ 2016 թվականին Մադրիդում Ռոնալդոն ծանոթացավ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Այդ ժամանակ նա շարունակում էր խաղալ Ռեալ Մադրիդում։ Նրանց ծանոթությունը տեղի ունեցավ Gucci բրենդի բուտիկում, որտեղ Ջորջինան աշխատում էր որպես վաճառքի խորհրդատու։ Ռոնալդոն խանութ էր մտել որպես համաշխարհային սուպերաստղ, իսկ նա որպես սովորական աշխատակից։ Ավելի ուշ Ջորջինան նշել է, որ նրանց միջև անմիջապես համակրանք է առաջացել, սակայն առաջին շփումը եղել է կարճ եւ զուսպ։ Որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպել են նորաձևության բրենդներից մեկի փակ միջոցառման ժամանակ։ Այդ հանդիպման ընթացքում շփումն ավելի ազատ է ընթացել։ Ջորջինայի խոսքով, հենց այդ պահին նա տեսել է ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստին, այլ նաև հանգիստ եւ ընտանիքին նվիրված մարդու։ Նրանց հարաբերությունները զարգացան արագ, սակայն առանց ցուցադրականության։ Ի տարբերություն նախորդ հրապարակային հարաբերությունների, այս կապը կառուցվեց առօրյա կյանքի եւ ընտանիքի շուրջ։ Ջորջինան արագորեն դարձավ Ռոնալդոյի ընտանեկան շրջապատի մի մասը։ Նա ծանոթացավ Ռոնալդոյի մայրիկի հետ։ 2017 թվականին նա արդեն կանգնած էր Ռոնալդոյի կողքին ոսկե գնդակի մրցանակաբաշխության ժամանակ, նրա մոր եւ ավագ որդու հետ։ Սա հստակ հանրային նշան էր, որ նա դարձել է ընտանիքի կարևոր անդամ։ Չնայած երկար տարիների համատեղ կյանքին եւ նշանադրության մասին լուրերին, Ռոնալդոն երբևէ պաշտոնապես գրանցված ամուսնություն չի ունեցել։ Ռոնալդոյի հայրությունը սկսվել է ավելի վաղ, քան նրա ներկայիս կայուն հարաբերությունները։
2010 թվականին ծնվեց նրա առաջնեկը՝ Կրիշտիանո Ռոնալդու կրտսերը, որի ինքնությունը պաշտոնապես չի հրապարակվել։ Ֆուտբոլիստը հայտարարել է, որ ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա եւ այդ հարցը կմնա գաղտնի։ Միջազգային լրատվամիջոցների տվյալներով ծնունդը տեղի ունեցել սուրոգատ մայրության միջոցով, սակայն մանրամասները հրապարակայնորեն չեն ներկայացվել։ 2017 թվականին ծնվեցին երկվորյակներ Եվան եւ Մատեոն։ Նրանց ծնունդը նույնպես կապվում է ԱՄՆ-ում իրականացված սուրոգատ մայրության գործընթացի հետ։ Ռոնալդոն հաստատել է երեխաների ծնունդը, սակայն պահպանել է գործընթացի գաղտնիությունը։ Նույն 2017 թվականին ծնվեց Ռոնալդոյի եւ Ջորջինիայի առաջին դուստրը՝ Ալանա Մարտինային։ 2022 թվականին զույգը սպասում էր երկվորյակների։ Ծննդաբերության ընթացքում տղան մահացավ, իսկ աղջիկը Բելա Էսմերալդան փրկվեց։ Ռոնալդոն հրապարակայնորեն նշեց, որ դա իր կյանքի ամենածանր պահն է ֆուտբոլից դուրս։ Այսօր Կրիշտիանո Ռոնալդոն 5 երեխաների հայր է։ «2003 թվականին Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելուց անմիջապես հետո 18-ամյա Ռոնալդոն իր նորամուտը նշեց ազգային հավաքականում Ղազախստանի դեմ խաղում։ Այդ պահին նա ընդամենը խոստումնալից տաղանդ էր։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ առջևում երկու տասնամյակ է, որոնք փոխելու են պորտուգալական ֆուտբոլի պատմությունը։ Առաջին լուրջ փորձությունը դարձավ Եվրո 2004-ը, որը անցկացվում էր հենց Պորտուգալիայում։ Ռոնալդոն գոլ խփեց մրցաշարում, դարձավ առաջնության բացահայտումներից մեկը եւ հավաքականի հետ հասավ եզրափակիչ։ Սակայն եզրափակչում Հունաստանից կրած պարտությունը վերածվեց ազգային հիասթափությամբ։ 19-ամյա Ռոնալդոյի արդյունքները եզրափակիչ սուլիչից հետո դարձան չիրականացված երազանքի խորհրդանիշ։ Այդ ժամանակ նա հայտարարեց. «Այդ օրը դեռ կգա եւ մենք կդառնանք չեմպիոն»։ Նա ընդգծեց, որ պարտությունը պետք է դաս լինի ամբողջ թիմի համար, ոչ թե մեղավորների որոնման առիթ։ Ժամանակի ընթացքում Ռոնալդոն դարձավ ոչ միայն խաղացող, այլ ամբողջ սերնդի առաջնորդ։ 2008 թվականին նա ստացավ ավագի թև կապը։ Այդ պահից սկսած յուրաքանչյուր պարտություն ընկալվում էր որպես անձնական պատասխանատվություն։ Նա բազմիցս նշել էր, որ ազգային հավաքականում խաղալը բոլորովին այլ մակարդակի զգացմունքներ է առաջացնում եւ որ Պորտուգալիայի համար խաղալը իր համար ավելի կարեւոր է, քան ցանկացած անհատական մրցանակ։ Աշխարհի առաջնությունները 2010 եւ 2014 թվականներին հիասթափեցնող էին։ Անհաջողություններից հետո նա բացահայտ խոսում էր թիմի մտածելակերպի մասին, ընդգծելով, որ Պորտուգալիան պետք է մտածի մեծ թիմի պես եւ չմոտենա մրցաշարերին աութսայդերի հոգեբանությամբ։ 2014 թվականին վաղաժամ դուրս մնալուց հետո նա ընդունեց, որ թիմը լավագույն մարզավիճակում չէր, սակայն ընդգծեց. «Ես միշտ կպաշտպանեմ այս հավաքականը, նույնիսկ երբ ամեն ինչ վատ է ընթանում»։ Այս խոսքերը ցույց են տալիս նրա բնավորության երկակիությունը, պահանջկոտություն թիմակիցների հանդեպ եւ միաժամանակ հրապարակային պաշտպանություն թիմի նկատմամբ։ 2018 թվականի աշխարհի առաջնությանը Ռուսաստանում Ռոնալդոն անցկացրեց մրցաշարի պատմության ամենատպավորիչ անհատական խաղերից մեկը՝ հետրիկ ձևակերպելով Իսպանիայի դեմ։ Այդ խաղից հետո նա նշեց, որ դա իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն է։ Սակայն կրկին թիմը դուրս մնաց փլեյօֆ փուլում։ Աշխարհի առաջնության գավաթը կարծես մշտապես մնում է նրա ձեռքերից մի փոքր հեռու։ Եվ ահա 2016 թվական Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայում։ Պորտուգալիան չէր համարվում ֆավորիտ։ Թիմը դուրս եկավ խմբից առանց հաղթանակի եւ անցավ փլեյօֆի դժվար ճանապարհով։ Ռոնալդոն այդ ժամանակ ասում էր. «Մեզ ոչ ոք չի հավատում, բայց հենց դա է մեզ ուժեղացնում»։ Եզրափակչում Ֆրանսիայի դեմ նա վնասված ստացավ եւ առաջին խաղակեսում լքեց խաղադաշտը կրկին արդյունքներով։ Թվում էր պատմությունը կրկնվում է 2004 թվականի սցենարով, սակայն այս անգամ ամեն ինչ փոխվեց։ Պորտուգալիան հաղթեց լրացուցիչ ժամանակում։ Ռոնալդոն արդեն խաղից դուրս կանգնած էր խաղադաշտի եզրագծին եւ առաջնորդում էր թիմակիցներին գրեթե երկրորդ մարզչի պես։ Երբ հնչեց վերջնական սուլիչը, նա բարձրացեց երկրի պատմության առաջին խոշոր միջազգային գավաթը։ Խաղից հետո նա հայտարարեց. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Ես միշտ ասել եմ, որ Պորտուգալիայի հետ կարևոր բան եմ հաղթելու»։ 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում դարձավ նրա միջազգային կարիերայի ամենադրամատիկ էջը։ Երկար տարիներից հետո առաջին անգամ նա փլեյօֆ փուլում կորցրեց անփոխարինելի մեկնարկային խաղացողի կարգավիճակը։ Մարոկոյից կրած պարտությունից հետո քառորդ եզրափակչում նա լքեց խաղադաշտը արդյունքներով։ Ավելի ուշ նա գրեց, որ իր ամենամեծ երազանքը Պորտուգալիայի հետ աշխարհի առաջնությունը հաղթելը ավարտվեց։ Սակայն հետագայում նշեց. «Շատ բաներ ասել եմ հույզերի ազդեցության տակ, բայց ոչինչ չի փոխում այն փաստը, որ ես միշտ կպայքարեմ Պորտուգալիայի համար»։ Եթե նա մասնակցի հաջորդ մունդիալին, դա պարզապես հերթական մրցաշար չի լինի։ Դա կլինի վերջին հնարավորությունը տիրանալու Բաղդադի մրցանակին եւ ավարտել հավաքականի կարիերան կատարյալ ձևով։
Ռոնալդոյի ֆինանսական պատմությունը սկսվեց ֆուտբոլային աշխատավարձերից։ Հենց պայմանագրերն էին այն հիմքը, որի վրա կառուցվեց այն ամենը, ինչը ձևավորվեց հետագայում։ 2003 թվականին, երբ նա տեղափոխվեց Manchester United, դա նրա առաջին իրական մեծ պայմանագիրն էր։ Մադերիայից եկած 18-ամյա երիտասարդի համար դա պարզապես եկամտի աճ չէր, դա նշանակում էր ընտանիքի աղքատության ավարտ։ Նա անմիջապես մոր համար տուն գնեց եւ ապահովեց հոր բուժումը։ Գումարը դադարեց խնդիր լինել, բայց շրջադարձային պահը եկավ 2009 թվականին։ Մադրիդում նրա աշխատավարձը նրան դասեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների շարքում, սակայն իրական ֆինանսական թռիչքը տեղի ունեցավ ավելի ուշ։ 2018 թվականին Յուվենտուս տեղափոխվելիս նրա պայմանագիրը կազմում էր մոտ 30 միլիոն եվրո տարեկան, մաքուր եկամուտ։ Դա ռազմավարական քայլ էր ոչ միայն մարզական, այլև կոմերցիոն առումով։ Տրանսֆերից հետո Յուվենտուսի մարզաշապիկների վաճառքը գերազանցեց տրանսֆերի համար վճարած գումարին։ Այնուհետև Սաուդյան Արաբիա։ Ալ-Նասրի հետ պայմանագիրը դարձավ սպորտի պատմության ամենախոշորներից մեկը՝ շուրջ 200 միլիոն դոլար տարեկան, ներառյալ կոմերցիոն եւ իմիջային իրավունքները։ Եթե աշխատավարձը նրան դարձրեց հարուստ, ապա գովազդային պայմանագրերը նրան դարձրին ֆինանսապես անխոցելի։ Nike ընկերությունը նրա հետ կնքեց պայմանագիր ամբողջ կյանքի համար։ Լրատվամիջոցների գնահատման պայմանագրի արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։ Սպորտի պատմության մեջ նման գործարքներ կնքվել են միայն բացառիկ դեպքերում, օրինակ Մայքլ Ջորդանի հետ։ Herbalife-ի, Clear-ի եւ մի շարք շքեղ բրենդերի հետ պայմանագրերը տարեկան նրան ապահովում էին տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Նրա Instagram-ում հրապարակումները համարվում են հարթակի պատմության ամենաթանկ գովազդային հրապարակումները։ Մեկ գովազդային հրապարակման արժեքը գնահատվում է մոտ 3-ից 3.5 միլիոն դոլար, իսկ թորի բաժնում 1-ից 2 միլիոն դոլար։ Ռոնալդոն արագ հասկացավ մի պարզ սկզբունք՝ գովազդային պայմանագիրը կարող է ավարտվել, բայց սեփականությունը մնում է։ Այսպես ձևավորվեց CR7 էկոհամակարգը։ Համագործակցելով ներդրումային գործընկերների հետ նա ստեղծեց հյուրանոցների, հագուստի, օծանելիքի, մարզասրանների ցանց եւ այլ բիզնես նախագծեր։ CR7-ը դարձավ ոչ միայն անուն, այլ ամբողջական բիզնես մոդել։ Այստեղ Ռոնալդոն այլևս պարզապես բրենդի ներկայացուցիչ չէ։ Նա համասեփականատեր է եւ ներդրող։ Նա կառուցում է ակտիվներ, որոնք աշխատում են իր համար երկարաժամկետ հեռանկարում։ Լինել առաջինը եւ ռեկորդներ գրանցել սա հենց Ռոնալդոյի մասին է։ Ես կներկայացնեմ այս պայդրությամբ նրա ռեկորդները։ Ռոնալդոն սոցիալական ցանցերի պատմության ամենաշատ հետևորդ ունեցող մարդն է։ Նրա Instagram-ի հետևորդների թիվը գերազանցում է 600 միլիոնը։ Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում Չեմպիոնների լիգայում նա տասնամյակներ շարունակ պահպանել է այնպիսի արդյունավետություն, որը ոչ ոք չի կարողացել կրկնել։ Մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու 140 գոլ, փլեյոֆում խփած գոլերի ռեկորդ, մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդ 17։ Միակ խաղացողը, որը գոլ է խփել 3 տարբեր եզրափակիչներում։ Նա ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն է 143 գոլ։ 205 հանդիպում հավաքականում, համաշխարհային ռեկորդային ցուցանիշ։ Միակ խաղացողը, որը գոլ է խփել 5 աշխարհի առաջնություններում։ Աշխարհում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, այս պայդրությամբ 960։ Միակ խաղացողը, որը խփել է 100-ից ավել գոլ 3 տարբեր ակումբներում։ Ռեալ Մադրիդի պատմության լավագույն ռմբարկու, միակ ֆուտբոլիստը, ով դարձել է լավագույն ռմբարկու 3 թոփ առաջնություններում՝ Անգլիայում, Իսպանիայում եւ Իտալիայում։ Ավելի քան 60 անհատական մրցանակ կարիերայի ընթացքում։ Նա սպորտի պատմության ամենատիտղոսակիր խաղացողներից մեկն է։ Անհատական նվաճումների ցուցանիշով նրան գերազանցում է միայն Մեսսին։ Քանի որ Զիրոյանը Մեսսիի եւ Ռոնալդոյի հակամարտությանը անդրադարձել է Մեսսիի մասին հաղորդման ժամանակ եւ կատարել խորքային վերլուծություն, ես կփորձեմ համեմատել նրանց անհատական նվաճումները։ Իդեպ Մեսսիի մասին հաղորդումը կարող եք դիտել այստեղ։ Ռոնալդոն իր ամբողջ պաշտոնական կարիերայի ընթացքում խփել է ավելի շատ գոլ, քան Լիոնել Մեսսին։ Նա նաեւ ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն է, ավելի շատ գոլերով, քան Մեսսին Արգենտինայի կազմում։ Ռոնալդոն հասկացրել է ավելի շատ հանդիպում ազգային հավաքականում, քան Մեսսին եւ շարունակում է պահպանել համաշխարհային ռեկորդը խաղերի քանակով։ Չեմպիոնների լիգայում եւս Ռոնալդոն ունի առավելություն։ Նա մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն է, մինչդեռ Մեսսին երկրորդն է։ Եթե խոսենք հետրիկների մասին, Ռոնալդոն ունի ավելի շատ հետրիկներ, քան Մեսսին ամբողջ կարիերայում։ Մեսսին ունի ավելի շատ ոսկե գնդակներ 8, մինչդեռ Ռոնալդոն ունի 5-ը։ Մեսսին նաև ունի ավելի շատ գոլային փոխանցումներ։ Ռոնալդոյի ամենաբարձր տրանսֆերային գինը գնահատվել է 120 միլիոն եվրո, իսկ Մեսսինը 180 միլիոն եվրո։ Հավաքականի հետ Ռոնալդոն երկու խոշոր տիտղոս է նվաճել՝ Եվրոպայի առաջնության եւ ազգերի լիգայի գավաթը, իսկ Մեսսին 4՝ ֆինալիսիման, 2 անգամ Կոպա Ամերիկան եւ աշխարհի առաջնության գավաթը։ Սա երկու պատմական մեծության համադրությունն է, որոնց ցուցանիշները չափվում են ոչ թե ժամանակակիցների, այլ ֆուտբոլի ամբողջ պատմության համատեքստում։ Դուք զուստ Թորի YouTube-յան ալիքում եք։
Բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հետագա թողարկումները։ Կրիստիանո Ռոնալդոն ցույց տվեց, որ տաղանդը ընդամենը մեկնարկային կետ է, որ կարգապահությունը հաճախ ավելի կարևոր է, որ համառ աշխատանքը կարող է փոխել ոչ միայն կարիերան, այլև ընտանիքի, երկրի, նույնիսկ ամբողջ սերնդի ճակատագիրը։ Նա ապացուցեց, որ կարելի է ծնվել փոքր կղզում եւ դառնալ համաշխարհային խորհրդանիշ, որ կարելի է պարտվել եզրափակում 19 տարեկանում եւ վերադառնալ ավելի ուժեղ։ Գլխավոր դասը, որը նա թողեց աշխարհին, ոչ ոք պարտավոր չի առաջինը հավատալ ձեզ։ Դուք ինքներդ պետք է հավատաք ձեզ։ Աշխատել, պայքարել, հաղթել եւ գնահատել ձեր մեջ այն, ինչը ձեզ դարձնում է եզակի, նույնիսկ եթե ուրիշները դեռ չեն տեսնում դա։ Քանի որ վերջում ժառանգությունը միայն գավաթները չեն, ժառանգությունը օրինակն է։ Եվ եթե միլիոնավոր երեխաներ աշխարհով մեկ դուրս են գալիս խաղադաշտ, ոգեշնչվելով նրա խաղից եւ դառնում համաշխարհային աստղեր, ապա նրա պատմությունը արդեն դարձել է ավելին, քան ֆուտբոլը։ Եվ վերջում ժամանակը ցույց տվեց, որ նրա գլխավոր հակառակորդը հենց ինքն է, Կրիստիանո Ռոնալդոն։